նորից պատիվ ունեմ այս վայրից խոսելու։ Սա ես դրանց խոսքը, որի համար իրական շնորհակալ եմ մեր Հովիվ Սարգիսին եւ Աստծուն այս հնարավորության համար։ Ուրեմն ուզում եմ կարդալ Մատթեոս Ավետարանի 17-րդ գլխի 14 համարից, բոլորիս ծանոթ է, այս հատվածը կարդանք, հետո կշարունակենք նայել միասին։ Երբ նրանց ժողովրդի մոտ եկան, Հիսուսին մի մարդ մոտեցավ։ Ծնկի իջավ եւ ասաց. Տեր, ողորմիր իմ որդուն, որովհետեւ լուսնոտ է եւ սաստիկ տանջվում է։ Հաճախ ընկնում է կրակի կամ ջրի մեջ։ Ես նրան քո աշակերտների մոտ բերեցի, բայց նրանք չկարողացան բժշկել։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց. ով անհավատ եւ մոլորյալ սերունդ, մինչեւ երբ պետք է ձեզ հետ լինեմ, մինչեւ երբ պետք է ձեզ հանդուրժեմ, նրան ինձ մոտ այստեղ բերեք։ Հիսուսը նրան սաստեց եւ դևը նրա միջից դուրս եկավ եւ տղան նույն պահին բժշկվեց։ Այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին եւ ասացին. Ինչու մենք չկարողացանք նրան հանել։ Հիսուսը նրանց ասաց. ձեր թերահավատության պատճառով ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք եւ այս սարին ասեք, այստեղից այնտեղ փոխադրվի, այն կփոխադրվի։ Եվ ձեզ համար անկարելի բան ոչինչ չկա եւ չի լինի։ Շատ պարզ, բոլորիս ծանոթ, միշտ կարդում ենք այս մասին, այս համարը ուրախանում ենք, որովհետեւ այո, մեզ տվեց Հիսուսը իշխանություն, որ մենք դևերին հանենք, որ մենք հրամայենք, որ մենք ասենք եւ կատարվի այն, ինչ որ մենք ուզում ենք կատարվի, բայց մոռանում ենք մի բան, որ այստեղ շատ բարձ ասվում է, որ եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաս, ծառին ասես պոկվի եւ գնա ընկի տնկվի ծովի մեջ, նա պիտի պոկվի եւ գնա տնկվի ծովի մեջ։ Մեր իսկ բերանի խոսքով։ Հավատքը կարող է շարժել սարեր, ամեն, հավատքը ամեն բան կարող է անել։ Ուզում եմ ուղղակի միասին մենք նայենք, տեսնենք, թե մեր կյանքում հավատքը ինչպես է կիրառվում, որքանով որ հնարավոր է եւ իրականում մենք հավատքը ինչպես ենք գործածում մեր կյանքում առաջացած խնդիրների հետ կապված։ Մենք ինչպես ենք վարվում, ինչ ենք անում կամ երբ որ մեր հավատքը չի ներում, ինչպես ենք անում, երբ որ հավատում ենք, դա ինչպես է կատարվում։ Ուրեմն հավատքը շարժում է սարեր, բայց նաև ուզում եմ միաժամանակ նայենք, տեսնենք, թե ում սարերն են շարժում մեր հավատքները։ Արդյոք մեր սարերի վրա դրանք անդրադարձ ունեն։ Ուրեմն հավատք շարժում է սարերը, ուրեմն երբ ասում եմ անանեխի չափ հավատք ունենաք, ուրեմն սա խոսքը տենց ուղիղ չի, որ հիմա դուրս գաք ծառին ասեք դե հելի գնա այն մյուստեղը տնկվի, այստեղ հանգարում ես ինձ եւ այլն, այսինքն գուշակության մասին չի խոսքը, այստեղ խոսքը գնում է այն մասին, թե ինչ մեծ թվացող արգելքներ կան մեր կյանքում, մեր առջև կանգնած, որոնք շատ մեծ են եւ կարիք ունեն հավատքի, որպիսի մենք հավատքով այդ սարին, այդ արգելքին ասենք, գնա եւ նա պոկվի եւ գնա մեր առջևից։ Ամեն։ Մենք սա չենք կիրառում տենց ինչ որ ֆիզիկական, հիմա աթոռ այստեղից վեր եւ գնա այնտեղ վերջը չէ, սա գուշակության ենք մենք նմանացնում։ Այսինքն հավատք նշանակում է խոսել կյանքում մեր ծառացած արգելքի վրա, որը կարծես խանգարում է մտնել Աստծո դաշտ, քայլել այն ճանապարհով եւ իրականում վերցնել մեր բաժինը եւ ճիշտ ուղի ընտրել։ Ամեն։ Հավատք ուրեմն Աստծո հետ հարաբերության ժամանակ, սա հիմքն է, որ մենք կարող ենք ուրեմն դա կենթանի, ուրեմն անձնական հարաբերության հիմքն է Աստծո հետ հաղորդակցությունը հավատքի միջոցով, որովհետև ոչ ոք Աստծուն չի տեսել, բայց հավատում է, որ Աստված կա։ Այսինքն մենք ունենք այս հավատքը, բայց եթե ուշադրություն դարձրեցինք այդ հատվածին, դա մանանեխի հատիկի չափ չի, որովհետև մենք կարդում ենք, որ աշակերտներն ասում սաստել էին, բայց դուրս չէր եկել դևը։
Ես ուզում եմ, որ մենք ճիշտ է, օրինակը այստեղ այդ հատվածում դեր հասկացությունն է, բայց ես ուզում եմ դու քո կյանքի արգելքը տեսնես, որը տարիներ շարունակ այդ արգելքը քո առջև կանգնած է, մի խնդիր, մի հարց, որ ոչ մի ձևով քեզանից չի գնում, նշանակում է իմ եւ քո հավատքը մանանեխի հատիկի չափ է, չկա կամ հաջորդի որ կնայենք, թե մեր հավատքը ինչ աստիճանի վրա է, որ մենք չենք կարողանում այդ հարցը լուծել մեր կյանքում։ Ուրեմն հավատքը դա պարզապես գաղափար կամ համոզմունք չէ։ Դա ինչ է վստահություն եւ հնազանդություն եւ սրտի բացում Աստծո առաջ։ Եբրայեցիների 11:6-ը եկեք միասին կարդանք։ Բոլորիս իհարկե քաջ ծանոթ համար է, բայց ուզում եմ կարդանք։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա եւ իրեն խնդրողներին վարձահատույց պետք է լինի։ Տեսեք, առանց հավատալու մենք չենք կարող Աստծուն հաճելի լինենք։ Այստեղից կարող ենք եզրակացնել, որ երբ որ մենք որևիցե արգելքի կամ որևիցե մեր կյանքի խնդրին հրամայում ենք, որ նա գնա մեր ճանապարհից, նա չի գնում, նշանակում է մեր մեջ չի գործում ճշմարիտ հավատք, այսինքն մենք առանձնապես չենք վստահում Աստծուն։ Այստեղ այս մասում, որ ասվում է ուրեմն դեր հանելու կամ որևիցե արգելք մեզանից այն կողմ գնալու հետ կապված, այստեղ խոսում է, որ Աստված չի կենտրոնանում մենք կանգնում ենք հաճախ իրավիճակների առաջ, այո, նա ոչ թե կենտրոնանում է զգացողությունների վրա, այլ կենտրոնանում է մեր վստահությունը դեպի իրեն։ Այսինքն իմ եւ քո վստահությունը անսասան պետք է լինի Աստծո հանդեպ, որպեսզի քո կիրառած հավատքը իրականանա։ Այսինքն սա ոչ թե անում ենք ես եւ դու, այլ այն վստահությունը, որ մենք ունենք Աստծո վրա, Աստված կատարում է մեր փոխարեն դա։ Ամեն։ Այսինքն հավատք նշանակում է անսասան վստահություն Աստծուն։ Ամեն։ Եթե ես եւ դու չունենք անսասան վստահություն եւ ունենք վախ, նշանակում է մեր հավատքը անգամ մանանեխի հատիկի չափ չի եւ մենք Աստծուն հաճելի չենք։ Եվ տեսեք աշակերտներն ասում են ինչի համար չգնաց, որովհետև ասում է թերահավատներ։ Դեպքեր ունենք, որ չեն գնում, բացի դուրս են գալի, հարձակվում են եւ ինչ են անում այդ հոշոտում ենք շողին, որովհետև ով որ ասում է դուրս գնա դևին, եթե դա չի անում Աստծո խոսքի հիմքով, այսինքն արգելքին, եթե դու ասում ես, դու չես ասում դա Աստծո խոսքի հիմքով, դա կարա քո առջև մեծ խնդիր առաջացնի։ Անկախ նրանից դու դա անում ես քեզ համար, դու դա անում ես դիմացինի համար, թե չգիտեմ ում համար։ Այստեղից հետևություն, ես եւ դու ուշադրություն պետք է դարձնենք մեր հավատքի աստիճանին։ Եթե մենք դեռ աճած չենք եւ հասած չենք այն հավատքի աստիճանին, որ մենք պիտի ասենք եւ հնազանդվեն մեզ, այսինքն մենք դեռ ուրախանալու տեղ չունենք։ Մենք ամբողջական չենք վստահում Աստծուն։ Ամեն։ Եկեք ուրեմն այսօր վստահենք Աստծուն։ Ուրեմն Աբրահամի հավատքը դասական օրինակ է բոլորիս համար, մենք միշտ այս օրինակից վերցնում ենք, երբ Աստված կանչեց նրան, որ նա թողի իր հայրենիքը եւ ինչ անի դուրս գնա անծանոթ երկիր, նա ինչ արեց, հնազանդվեց լիովին վստահելով Աստծո խոստմանը։ Մենք սա կարող ենք կարդալ Ծննդոց 12-րդ գլխում։ Նա չգիտեր ուր էր գնում, բայց հավատում էր, որ Աստված հավատարիմ է իր խոսքին։ Այսինքն մենք տեսնում ենք Աբրահամի եւ Աստծո կատարյալ վստահությունը իրար հանդեպ։ Աբրահամը վստահում էր Աստծուն, այսինքն Աստված խոսել էր եւ նա պիտի կատարեր։ Աբրահամի հավատքը մենք ավելի հստակ տեսնում ենք, երբ որ նա արդեն պատրաստվում էր զոհաբերել իր որդուն Աստծո խոսքի համաձայն։ Դա կարդում ենք Ծննդոց 22 գլխում, թե դա չափազանց դժվար էր, ես կարծում եմ դուք հասկանում եք դա ինչա։ Աբրահամը նույնպես վստահեց Աստծուն, որովհետև նա գիտեր, որ Աստված կարող է մեռելներից հարություն տալ, այսինքն ինքը իր մտքի անկյունում գիտեր, որ Աստված միևնույն է չէր կպնելու իր որդուն, այսինքն այնինչ որ խոստացել էր իր կյանքի համար, դա կատարելու էր, բայց տեսեք, փորձվում էր այստեղ Աբրահամի հավատքը։ Աստված համ խոսել էր, համ կպնում էր այն կետին, որտեղից որ պետքա գար այդ խոստմունքի հետևանքները, բայց Աբրահամը ինչ արեց, նա վստահեց Աստծուն, որովհետև նա գիտեր, որ Աստված բարի է եւ հավատարիմ։ Ես եւ դու պիտի սա շատ
ամուր ունենանք մեր կյանքի մեջ, մեր մտքի մեջ, մենք մի վարքյան չպիտի թերահավատությամբ նայենք այն փաստին, որ Աստված բարի է եւ հավատարիմ, եւ նա ողորմած է, եւ նրա մեջ չար բան չկա։ Եվ եթե նա բնակվում է իմ եւ քո մեջ, մեր մեջ նույնպես պիտի չար բան չլինի։ Ամեն։ Եկեք ուրեմն այս հավատքի առաջնորդին, որ իրականում մենք շատ կարճում ենք եւ սա որպես օրինակ Աբրահամի օրինակը վերցնում ենք, եկեք մենք հետևենք կարդալով։ Եթե անգամ որևիցե կերպ կամ ինչ որ հարցի շուրջ նվազում եւ իջնում է մեր հավատքը, եկեք նորից նայենք Աբրահամին, հասկանալով, որ դա չկատարվեց իր կյանքում մի տարում կամ երկու տարում։ Ամեն, եւ չվհատվենք։ Հավատքը ուրեմն որպես հարաբերություն Աստծո հետ նշանակում է վստահել Աստծո խոսքին, նույնիսկ երբ չես տեսնում արդյունքը։ Տեսեք, Աբրահամը մենակ լսում էր, արդյունքը չէր տեսնում։ Մենակ լսում էր, բայց ինքը գիտեր, որ Տերը հավատարիմ է եւ պիտի կատարի։ Ապրել հնազանդությամբ, որպեսզի նորից կատարվի։ Այսինքն բաներ, խոսքեր, իրավիճակներ, որ մեր ճանապարհին դրված է, մենք քայլում ենք, հնազանդությունը պիտի կիրառենք։ Անկախ նրանից մենք հավատում ենք, հասկանում ենք, թե դա ինչ է կատարվում, թե ոչ։ Ուրեմն ապավինել Աստծուն փորձությունների ժամանակ, ինչպես որ Աբրահամի կյանքն էր փորձություններով լի, եւ ընդունել նրա կամքը սիրով։ Այսինքն տեսեք, Աբրահամը մեզ համար ինչ մի հատ բարի օրինակ էր, որպես հավատքի հայր, որ նրանից մենք սովորում ենք վստահել Աստծուն բոլոր իրավիճակների մեջ, որն էլ բերեց իր կյանքի մեջ հաղթություն։ Աստծո հետ հարաբերությունը կառուցվում է հենց հավատքի վրա, ամեն, որովհետև եթե չենք հավատում, այսինքն չենք էլ տեսնում, չգիտենք, մենք ուրիշի ասելով չենք կարող հավատալ եւ ուրիշի ասելով չենք կարող վերցնել Աստծուց, մենք չենք կարող կիրառել խոսքը ուրիշի ասելով, մենք լսում ենք պատմություններ, մենք կարդում ենք պատմություններ, ես գնացի, սա արեցի, մեր հովիվները շատ խոսում, որ նա Աստծո զորությունով ասում է, խոսում է եւ կատարվում է, բայց գիտեք, սա հովիվի եւ Աստծո հավատքի հարաբերության հարցն է։ Մենք լսում ենք, բայց պիտի մտածենք, որ հնարավոր է, որ սա իմ մոտ չստացվի, որովհետև դա իր եւ Աստծո հարաբերությունն է եւ ինչպես նաեւ մյուս բոլոր Աստծո մարդիկ, ովքեր որ վկայություններ են անում։ Դա ոչ թե անհավատալի է, ոչ, այլ իրենց համար հասանելի է, որովհետև իրանք բացել են այդ ճանապարհը, այդ հավատքը իրենց կյանքի մեջ արդեն կիրառվել է, որը շատ կարեւոր է ինձ եւ քեզ համար։ Ուրեմն մենք հավատքով մոտենում ենք Աստծուն, իսկ Աստված ինքը բացահայտում է արդեն իրեն։ Ամեն, որովհետև մենք լսելով չենք կարող բացահայտել իրեն մեր կյանքի մեջ։ Եվ իր կյանքը իրականում իր ներկայությունը առաջնորդում է մեզ մեր կյանքի մեջ։ Հաջորդ բան ուզում եմ, որ նայենք հավատքը, երբ խոստումը դեռ չի կատարվել։ Սա նորից մի հատ դժվար ընթացք է, սա ես կասեմ ամենադժվար հավատքն է, որ խոստումը դեռ չի կատարվել, բայց սա մնայուն հաստատուն իրավիճակ է։ Եթե դու հավատքով կանգնում ես, որ պիտի խոստմունքը կատարվի քո կյանքի մեջ, սա ավելի մնայուն հավատք է։ Ամեն։ Եվ այստեղ քո մեջ հարց է առաջանում, վստահել Աստծուն, թե ոչ։ Դու մտածում ես, եթե Տերը խոսեց, բայց նույն իր խոսացած հարցի շուրջ իմ կյանքում առաջացան խնդիրներ։ Ես ինչ պետք է անեմ, վստահեմ Աստծուն, թե չէ։ Այսինքն ինչը որ անում է հիմա Աստծո ժողովուրդը։ Ինչ ենք անում, առաջ սկզբից կասկածում ենք, Տերն ասեց, դու բժշկված ես։ Բայց մենք միշտ նայում ենք երևույթին։ Երևույթը, խնդիրը մեր կյանքում, մեր ֆիզիկական մարմնում արկա է, մենք արդեն կասկածում ենք։ Աստծուն հավատալ, թե ոչ։ Հնարավոր է դա անօրենից էր։ Չէ, ես հələ ինչ որ գործ ունեմ անելու, ես պետք է ծոմ պահեմ կամ գնամ ինձ համար աղոթքեմ։ Հասկանում եք, սա արդեն կասկածի տեղի կապելու։ Խոստմունքը դեռ չի կատարվել, բայց ինչ պետք է անենք, մեր հավատքը, նորից նայենք Աբրահամին, որ Աստված խոստացավ Աբրահամի որդի եւ մեծ ազգ, բայց տարիներ անցան եւ խոստումը չէր կատարվում։ Նա եւ Սառան ծերացել էին, գիտեք դուք պատմությունը, եւ մարդկային տեսանկյունից դա անհնար էր թվում, սակայն Աբրահամը հույս ուներ։ Հռոմեացիների 4-րդ գլուխն եմ ուզում նայենք, 4-րդ գլխի հենց առաջին համարից, այսպես է ասում. Երկրորդ համարից, որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծանք կունենար,
բայց ոչ թե Աստծո առաջին, որովհետև Գիրքն ինչ է ասում, Աբրահամը հավատաց Աստծուն եւ արդարություն համարվեց նրան։ Տեսեք, եթե Աբրահամի կյանքում իր գործերի համաձայն կատարվեր այն ինչ որ Տերը խոստացել էր, սա Աբրահամը կվերագրեր իրեն։ Մենք գիտենք պատմությունը, որ թե նա ինչպես Իսմայել իր որդուն ունեցավ։ Դա իր մարդկային մտածելակերպն էր, թեպետ նա գիտեր, որ Աստված հավատարիմ է, բայց մարդկային գործողության անցավ։ Ամեն։ Բայց եթե դա որպես որդի իրեն համարվեր եւ կատարվեր այդ որդու միջոցով այն խոստմունքը, որ Տերը իրան խոսել էր եւ կատարվել էր, դա կլիներ մարդկային, դա կլիներ, որ Աբրահամը ինքը ինքնուրույն Աստված խոսեց, ինքը որոշեց եւ արեց։ Ոչ, հավատք, այսինքն Աստված խոսում է, դու վստահում ես, նույն ինքը Աստված կատարում է դա քո կյանքի մեջ։ Ինձանից եւ քեզանից այստեղ ոչ մի բան չի պահանջվում, բացի վստահությունը մեր Աստծուն։ Ամեն։ Ուղղակի այս իրավիճակի մեջ Աբրահամը ինչ արեց, սովորեց սպասել եւ վերջապես Աստված կատարեց իր խոստումը Աբրահամի կյանքի մեջ։ Ամեն։ Եթե կարճ նայենք Հովսեփի կյանքին, կտեսնենք, որ Հովսեփը ինչ արեց, երիտասարդ տարիքում երազ տեսավ, որ Աստված բարձրացնելու է նրան։ Բայց երազից հետո նրա կյանքը լրիվ այլ ուղղություն վերցրեց։ Հովսեփը ինչ արեց, չկասկածեց։ Հովսեփը չվհատվեց, ինչպես որ անում ենք մենք։ Երազ տեսավ, որ պիտի բոլորը իրեն խոնարհվեն։ Եվ նրանից հետո ինքը ինչ եղավ, բոլոր պատմությունը գիտեք, ես չեմ ուզում կենտրոնանալ պատմության վրա, նա վաճառվեց եղբայրների կողմից, նրան գուբը գցեցին, նա մոռացվեց, տարիներ շարունակ խոստումը չէր երևում իր կյանքի մեջ, սակայն նա ինչ արեց, նա չդառնացավ եւ չկորցրեց հավատքը։ Վերջում Աստված բարձրացրեց նրան եւ ինչ արեց, Եգիպտոսում իշխան դրեց։ Տեսեք, սպասում կար, խոստմունքը կատարվելու մեջ, երբ որ քո հավատքը իրական դառնա, այդտեղ սպասում կա։ Մենք սպասում ենք, որի մեջ ինչ է կատարվում, երբ խոստումը ուշանում է, հավատքը դառնում է համբերություն, աղոթքը դառնում է ավելի խորը, դու ավելի շատ ես սկսում աղոթել, դու մտնում ես աղոթքի խորքերը, դու ուզում ես հասկանալ, սա Աստծուց է, թե Աստծուց չէր, սա սկզբի կասկածն էր, բայց հետո երբ որ խորանում ես հավատքի մեջ, դու հասկանում ես, որ քեզ Տերը տանում է նոր ճանապարհներով եւ քեզ համար նոր դռներ է բացվում։ Սիրտը սովորում է վստահել եւ ոչ վերահսկել։ Այդ խոստմունքի սпасելը մեզ սովորեցնում է վստահել Աստծուն։ Եվ մարդը ինչ անում, ճանաչում է Աստծուն ավելի մոտիկից։ Դրա համար երբեմն խոստմունքներ կան, որ մեր կյանքի մեջ ուշանում է, դա կերտում է մեզ, դա աճեցնում է մեզ հավատքի մեջ, դա մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալու, քայլելու եւ մեր կյանքում ավելիով հասնելու այն ամենին, ինչ որ Աստված ինձ եւ քեզ համար խոստացել է։ Ամեն։ Հավատքը ուրեմն ինչ արվում, չի չափվում միայն կատարված հրաշքով։ Հրաշքը հրաշք է, այլ նաև չէ, հավատքը ուրիշ բան է, հավատքը վստահություն է Տիրոջ առաջին։ Ուզում եմ միասին նայենք հավատքին անհնարին իրավիճակների ժամանակ։ Կա անհնարին իրավիճակներ մարդու կյանքում, որտեղ արդեն ստեղ հավատքը շատ տուժում է։ Ինչ է կանում։ Ուրեմն անհնարին իրավիճակ նշանակում է մարդու ուժերից վեր մի բան, որ մեր միտքը, մեր գաղափարը չի հասկանում, թե այդ իրավիճակը, բայց հենց այդտեղ հավատքը դառնում է իրական եւ կենդանի, եւ մենք կարողանում ենք մեր հավատքի միջոցով հանդիպել Աստծուն եւ ինչ անել, վերցնել այն, ինչ որ մեզ համար է։ Երբ մարդկային բոլոր միջոցները սպառվում են, հավատքը սկսում է ապավինել Աստծուն եւ ինչ է անում, հնարավորինս եւ Աստծուց մենք զորություն ենք առնում։ Եվ այո, Աստվածաշունչը մեզ բազմիցս անգամ տալիս է օրինակներ, որ Աստծո համար անհնարին բան գոյություն չունի։ Այստեղ, երբ որ արդեն մեր հավատքը չի կարողանում կռվել անհնարինի առջև կանգնելու, մենք ինչ ենք անում, մենք հայտարարում ենք, որ Աստծո համար անհնարին բան չկա, նորից գալիս է այն վստահությունը, որովհետև մեզ համար ինչ որ մի բան վերջացել է։ Ուզում եմ ձեզ հիշեցնել նորից Դավիթի եւ Գողիաթի մասին։ Տեսեք, երիտասարդ Դավիթը կանգնած էր Գողիաթի առաջ, փոքր Դավիթը եւ Գողիաթը։ Մարդիկ կողքից բոլորը նայում են, փոքր Դավիթ, մեծ Գողիաթ, բայց Դավիթը ինչ էր նայում, Դավիթը ինչ էր տեսնում, Դավիթը տեսնում էր Աստծո զոր մեծությունը։ Ինքը չէր նայում, որ
Գողիաթը հսկայր, ինքը նայում էր Աստծո մեծության, նրա հավատքը հիմնված չէր իր ուժի վրա, նրա հավատքը հիմնված էր Աստծո զորության վրա, եւ ինչ արեց, ընդամենը մի հատ փոքրիկ քարը դարձավ միջոց այդ հաղթանակի ընդամենը, այսինքն մի փոքր միջոցը կարա դառնա հաղթանակի աղբյուր, բայց դու պետքա հիմք քո հավատքը ճիշտ հիմքերի վրա դնես, այսինքն դու իրավիճակին նայես այս զորությունով, Աստծո զորությունով, երբ որ քո արժև կանգնում է խնդիրը, դու պետքա տեսնես Աստծո մեծությունը, դու չպետք է նայես, որ ինչ մեծ է այս խնդիրը իմ արժև կանգնած, ոչ, մենք հավատքով նայում ենք Աստծուն եւ նրա զորությանը, ամեն։ Ինչ է հավատքը անհնարինի մեջ, չվախենալ, երբ իրավիճակը գերազանցում է քեզ։ Հավատալ, որ Աստծո ճանապարհները բարձր են մարդկային բոլոր հաշվարկներից, ամեն, գործել հնազանդությամբ, նույնիսկ անորոշության մեջ։ Այսինքն, եթե մենք ունենք Աստծուն, Աստծո խոսքը, եւ ունենք վստահելը եւ ճանաչում ենք Աստծո զորությանը, մենք էլ խնդիր չունենք անհանգստանալու, թե որպես մարդ մենք կարող ենք դա անել, մենք կարող ենք առաջ գնալ, թե ոչ։ Անհնարին իրավիճակները հաճախ դառնում են մեզ Աստծո փառքի բեմը։ Ամեն։ Երբ մարդը վերջանում է, Աստված սկսում է գործել։ Այդտեղ հենց Աստված փառավորվում է։ Երբ որ դու չես կարողանում էլ ոչինչ անել, երբ որ դու տեղ չունես գնալու, Աստված փառավորվում է հենց այդ ժամանակ քո կյանքի մեջ, որովհետև ինքը կատարում է այն, ինչ որ խոստացել էր քո կյանքի համար։ Հավատքը անհնարին իրավիճակում նշանակում է ես չեմ կարող, բայց Աստված կարող է։ Մենք սա հաճախակի ենք ասում, ամեն, աղոթքների ժամանակ հաճախակի ասում ենք, որ Տեր, ես չեմ կարող, բայց դու կարող ես ինձ համար հարթել եւ բացել նոր դռներ։ Հավատք, երբ դու քեզ թույլ ես զգում, սա ավելի տկարներին է վերաբերում, երբ որ դու թույլ ես զգում, այսինքն, երբ որ դու ասենք հիվանդ ես, կամ ինչ-որ խնդիր, կամ կարացել ես, չէ, աղոթել անգամ չես ուզում։ Այ հենց այդ ժամանակ էլ պիտի գործածվի քո հավատքը, որպեսզի դա լինի լիարժեք վստահություն մեր Աստծուն։ Կյանքում լինում են իրականում պահեր, երբ մարդը իրեն շատ թույլ է զգում, անկարող եւ նույնիսկ հիասթափված։ Նման է մեզ, ամեն։ Հիասթափվում ենք ինչ-որ մի իրավիճակից, որոշումներ ենք կայացնում, վերջ, ես եկեղեցի չեմ գնա, ես բաց եմ թողում այս իրավիճակը, ես գիտեի, որ դա հենց տենց է լինելու էր, չէ, հենց հերթը հասավ ինձ այդ ամեն ինչը վերջացավ, սենց մենք սենց հայտարարություններ ենք անում, սա հիասթափությունն է, որովհետև երբ որ կանգնում ես իրավիճակի առաջ, քո թուլությունով դու ինչ ես անում, դու հասկանում ես, որ դու ոչինչ չես կարողանում անես, ես արդեն 20 տարի եկեղեցի եմ գնում ու նորից այս խնդիրը տեսեք, նորից այս խնդիրը նշանակում է քո հավատքը մանանեղի չափ անգամ չկա, որ դու վեր կենաս այդտեղից, բայց ես քեզ ասեմ, պետք չի հիասթափվել անգամ մեր թուլության ժամանակ, որովհետև Աստված անգամ այդտեղ է փառավորվում մեր ճիշտ մոտեցման ձևից, ամեն, եւ որովհետև քո թույլ ժամանակ Աստված չի սպասում, որ դու ուժեղանաս նոր ինքը մոտենա քեզ օգնելու համար, ամեն, Աստված քեզ հենց այդպես է ընդունում եւ հենց ինքը գործում է քո թուլության միջոցով։ Գեդեոնի պատմությունը գիտեք, որ իրեն համարում են ամենաթույլը իրենց ընտանիքում, երբ Աստված նրան կանչեց, որ ինքը փրկի Իսրայելին, նա կասկածում էր իր կարողությունների վրա, բայց Աստված ասաց. ես քեզ հետ եմ։ Հաղթանակը չեկավ Գեդեոնի ուժից, այլ եկավ Աստծո ներկայությունից, ամեն։ Գեդեոնը իրան տեսնում էր թույլ տկար, ինքը իրան շատ ճնշված, ընկճված, չգիտեմ, տեսնում էր, բայց Աստված իրան ասեց հենց դու։ Աստված այսօր քեզ ասում է հենց դու, քեզ մի նայ, որ չէ, չեմ կարա, չգիտեմ, չեմ իմանում, Աստված ասում է հենց դու, որովհետև ես քո միջոցով պիտի գործեմ, որ ցույց տամ մարդկանց, որ դա ոչ թե քեզանից է, այլ ինձանից է, ամեն, դրա համար դու այստեղ ես եւ Աստված քեզ ընտրել է եւ դու հենց այնպես չես, որ եկեղեցում ես, որովհետև քո կյանքում կան խնդիրներ, քո կյանքում կան սարեր չորացած, կարծրացած, սարեր պահակներով, անօրենի կողմից դրված, որ անգամ հեռվից էլ մոտ չգան այդ սարին, ոչ մեկ էլ չհամարձակվի քանդի այդ սարը։ Հավատացեք, որ նման խնդիրներ մեր կյանքում կա, կարծրացած, երկար, հին, բայց այսօր Աստված քեզ ասում է.
Եթե ունենաս մանանեխի չափ հավատ, պիտի ասես ու պիտի կատարվի, ամեն, կարող ես ասել, որ այսօր իմ կյանքի սարը պիտի շարժվի, սա հավատքի քայլ է, սա հռչակում է, սա խոսք է, եւ դու հիմա քո վստահությամբ պիտի գաս Աստծուն, եւ քո կյանքի այդ արգելքը, որ քեզ խանգարում է ավելի մեկանալ Աստծո հետ, այսօր պիտի շարժվի, ամեն, երբ որ աղոթենք, դու պիտի խոսես քո սարի վրա եւ ինքը պիտի գնա քեզանից, դու հիմիկվանից մտաբերի քո արգելքը որն է, այդ սարի անունը, որովհետեւ պիտի խոսես նրա վրա եւ նա պիտի գնա, ամեն, ալելույա։ Պողոս Արաքյալը ինչ էր անում, խոսում էր իր թուլության մասին եւ լսում Աստծուց այս խոսքերը։ Երկրորդ Կորինթացիների 12:9-ը Իմ շնորհքը քեզ բավական է, որովհետև զորությունը կատարվում է տկարության մեջ։ Պողոսը հասկացավ, որ իր թուլությունը խոչընդոտ չէ, այլ հնարավորություն է, որ Աստծո զորությունը գա իր կյանքի մեջ։ Ամեն։ Որովհետև երբ որ մենք թույլ ենք, մենք ավելի ենք զգում Աստծո գործը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Դուք նկատել եք նման բան, ես շատ անգամներ նկատել եմ, որ երբ որ ես թույլ եմ, տկար եմ, անգամ չեմ ուզում աղոթել, Տերը այդ ժամանակ ավելի է գործում իմ միջոցով, քան այն ժամանակ, որ ինձ թվում է, թե ես հեսա չգիտեմ ինչեր եմ անելու, աշակերտների պես ասելու եմ դերին գնա ու չլսի ինձ, բայց փառք այն զորավոր Աստծուն, որ իր միջոցով մենք ավելի զորավոր ենք, քան պատկերացնում ենք, ամեն, Երբ դու քեզ թույլ ես զգում, այդ ժամանակ ուրեմն ինչ է, հավատքը այդտեղ քեզ թույլ է տալիս, դու նկատում ես քո սահմանափակ վիճակը, դու քեզ տեսնում ես սահմանափակ կարողությունների մեջ, ամեն, որովհետև անսահմանափակը մեր Աստված է։ Այո, մենք Աստծուն ունենք մեր կյանքի մեջ, մենք Աստծո հետ ենք, բայց առանց նրա մենք սահմանափակ ենք, մենք ոչինչ չենք կարող անել, բայց Աստված, անսահմանափակ Աստված, երբ որ գալիս է քո կյանքի մեջ, ինքը լայնացնում է, ամեն Աղոթել թույլ ժամանակ նույնիսկ եթե բառեր չունես, դու կարող ես քո տկարության ժամանակ ուղղակի բացել եւ կարդալ Աստծո խոսքը, չփախչել Աստծուց, այլ մոտենալ նրան, որովհետեւ երբ որ մենք թույլ ենք, մենք ուզում ենք փախչել, նկատել եք, եկեղեցի չես ուզում գաս, հետո ինքդ քեզ համոզում ես, դե հա ես կարա ես անգամ որ պարկեն տունը չգնամ, ինչ կլինի, չէ, մենք փախչում ենք, գիտես ինչից ենք փախչում, որտեղ մենք մտածում ենք թույլ ենք, մենք ոչինչ չունենք այնտեղ վերցնելու կամ տալու, այնինչ մենք պիտի լինենք այդտեղ, որովհետև մեր թույլության ժամանակ Աստված ցույց է տալի իր անսահմանակ փակ հնարավորությունը մեր կյանքի մեջ։ Երբ որ դու թույլ ես, ինչ ես ասում, ասում ես Տեր, ես չեմ կարող առանց քեզ ոչինչ անելու։ Ամեն։ Ուրեմն կա նաև այսպիսի մի բան, որ հավատքը, երբ որ դու փորձության մեջ ես, մեր հավատքը նորից շարժվում է եւ իրականում երևում է քո հավատքի չափը փորձության ժամանակ ավելի ուժեղ, ավելի հստակ, չէ՞, որովհետեւ դե փորձությունը մեր կյանքի անբաժանելի մասն է, ամեն, որտեղ մենք քայլում ենք այս աշխարհում, գնում ենք Քրիստոսի հետ, չգիտեմ, շարժվում ենք դրա համար փորձությունները անընդհատ մեզ հետևում են, դա կարա լինի օրինակ հիվանդություն, կորուստ, հիասթափություն, մերժում կամ երկար սպասում, սրանք ցավալի է, բայց կարծես մեր կյանքի ընթացքում չէ, մեզ ինչ որ կպնող իրավիճակներ են, որ գալիս են մեզ թուլացնելու համար։ Այդ ժամանակ հավատքը ինչ է լինում փորձության է ենթարկվում եւ իհարկե նաեւ նորից մաքրվում է Քրիստոսի ներկայության մեջ, այդ մասին խոսք չի գնում ես հետ, բայց այն որ մենք փորձության է ենթարկվում մեր հավատքը, դա հաստատ է, երբ որ մենք տկարության մեջ ենք։ Հոբի գիրքը կարծում եմ կարծացել եք, որ ինչ անում, ինքը կորցրեց ունեցվածքը, երեխաներին առողջությունը, ինչ արեց մարդկային տեսանկյունից նայեց այդ իրավիճակին, փլուզվեց, որ մենք որպես մարդ նայենք այդ իրավիճակին, մենք կհամարենք ամեն բան փլուզված եւ վերջացած։ Նա հարցեր տվեց Աստծուն, նա ցավեր ապրեց, նա ամեն իրավիճակի մեջով անցավ ամեն հանգամանքներ, բայց նրա հավատքը չհիմնվեց այդ իրավիճակներին, նրա հավատքը հիմնվեց Աստծո ճանաչման վրա, նա կենտրոնացավ Աստծո ճանաչողության վրա, տեսեք, երբ որ մեր հավատքը փորձվում է, մենք կարող ենք տրվել իրավիճակին եւ նորից կորուստ ապրել մեր կյանքի մեջ, բայց
քանի որ Հոբը այդ պահին չէր կարող իրան զորացած զգալ Քրիստոսով, չէ, մի հատ եկեք մի հատ վիրուսը մեզ խանգարում է, մենք չգիտեմ ինչ ա մեր կատարվում։ Նա ինքը ասում է վստահեց իր ճանաչողությանը, որ ինքը գիտե Քրիստոսին եւ ինչ կատարվեց, ասում է եւ վերջում նա ավելի խորը կերպով ճանաչեց Աստծուն, քան մինչև այդ ժամանակ էր ճանաչում եւ նա ավելի օրհնված էր եւ վերջում էլ ինչ էր ասում, որ Հոբի կյանքում նա իր կյանքի օրերից հագեցած մահացավ։ Այսինքն ճանաչողությունն անգամ բերում է հավատքի աճման process մեր կյանքի մեջ եւ ավելի վստահություն մեր Աստծուն, որ միևնույն է նա կանի։ Այո, ես հիմա անցնում եմ դժվարության իրավիճակներով, հիմա իմ կյանքում կա խոչընդոտներ, բայց ես գիտեմ վստահությունը առ Աստված, որ ես հաղթահարելու եմ եւ անցնելու եմ եւ դա երբեք ինձ չի խանգարելու եւ ես ետ չեմ մնալու այն օրհնությունից, այն ամենից, ինչ որ իմ կյանքի մեջ ուղարկվել է։ Ինչա ձևավորվում փորձությունը հավատքի մեջ համբերություն, որովհետև երբ որ մենք փորձվում ենք, մեզ պետք է համբերություն։ Նկատել եք փորձվելու ժամանակ ոչ adekvat մեր եւ աղոթքները եւ շարժումները եւ բոլորը նկատում են, որ դու փորձության միջով ես անցնում, որտեղ դու adekvat չես։ Բայց գիտես հետաքրքիրը որն է, որ Աստված մեզ այդպես չի անում, ինքը մեզ թույլ է տալիս, որ մենք մի փոքր բնանք այդտեղ հասկանալու համար, մեր հավատքը ունի մանանեխի հատիկի չափ։ Մենք խոսում ենք, մենք ճանաչում ենք, խոսքը կարդում ենք շատ երկար, բայց ինչ ենք անում, մենք համբերում ենք, մենք սպասում ենք այն հաղթական մուտքին Քրիստոսի, որ ինքը պիտի գա եւ այդ բանը կատարի մեր կյանքի մեջ։ Եվ ինչ ենք անում, խոնարհություն ենք սովորում։ Կատել եք, որ եւ որևիցե խնդիր քո կյանքի մեջ առաջանում է, դու մի քիչ համեստանում ես։ Մի քիչ ես խոսում, լեզվիդ քիչ ես տալիս։ Այսինքն ամեն հարցի փորձում ես շատ, որովհետև դու այդ իրավիճակի մեջ փորձության միջով ես ասում, այսինքն դու խնդիր ունես, քո կյանքում ինչ որ խնդիր ա ծառացել, եւ դու ինչ ես անում, խնդիրի պատճառով չես էլ կարա, չէ՞ մեծ խոսաս, որովհետև դիմացից կազան հələ մի հատ իրավիճակը նայ եկել է ինձի բան ասում, ակամայից դու խոնարհություն ես սովորում, զսպվածություն, դու լռում ես, որ այդ իրավիճակը անցնի, որ հետո նորից կայանաս այնպես, ինչպես որ կայանաս, բայց ես քեզ ասեմ, երբ որ դու անցնում ես այդ փորձության փուլը, դու էլ չես լինում այն նախկին տեսքով, ինչպես որ դու մտել ես այդ փորձության փուլը հաղթահարելու համար։ Դրա համար այստեղ նորից փորձվում է մեր հավատքը եւ մենք կարողանում ենք հասկանալ, մենք ուր ենք քայլում եւ մենք ավելի վստահությունը դեպի Աստված ավելի մեր ներսում ձեռք բերվում եւ մենք ինչ ենք անում, հասկանում ենք ավելի Աստծուն։ Եվ ինչ ա լինում, այո, Աստծո վրա ավելի խորը վստահություն եւ մի հատ ներքին ուժ ա գալիս մեր մեջ, որը կախված չի լինում արտաքին պայմաններից, որովհետեւ դու երևույթին նայում ես, դու նայում ես ինչա կատարվում քեզ հետ, բայց դու հասկանում ես, դու գիտես, որ Քրիստոսով ամեն բան այդ հարցերը քո կյանքում առաջացած դու կկարողանաս լուծես, բայց չգիտես ինչի դա քայլում է դեռ քո առջևում, դրա համար քո ներսում մի հատ ներքին ուժ ա գալիս եւ դու համբերում ես։ Դու համբերում ես, որովհետև գիտես, որ հաղթելու ես։ Այսինքն հավատքը փորձության մեջ չի նշանակում, որ դու լաց չես լինում կամ ցավ չես զգում, սա նշանակում է, որ ցավի մեջ էլ ասում ես, որ Տեր, ես վստահում եմ քեզ։ Ես գիտեմ, որ դու չես ուշանալու։ Ես գիտեմ, որ դու իմ կյանքի մեջ կաս, գալու ես, դու լսում ես, դու սպասում ես, դու թույլ ես տվել, որ ես դուրս գամ այստեղից, որովհետև ինչպես որ ես մտել եմ այս փորձության իրավիճակի մեջ, այդպես պետք չի որ դուրս գամ, իսկ դա միանգամից չի լինում։ Դուք երբ որ այցելել եք բժշկի, կարծում եմ բոլորդ այցելել եք, այդ բժշկական հարցերը չի եղել, չէ՞ մի րոպեում։ Բուժում են, ցավազրկում են, վիրահատում են, հետո լավանում է։ Սրանք սաղ փուլեր են։ Այսինքն մեր ֆիզիկական վիճակը երբ որ փորձվում է, ինքը անցնում է այդ փուլերով։ Դու անցնում ես այդ process-ը, դաստիարակվում ես ու Աստծուն ավելի ես հաճելի դառնում, ես ասեմ դու իմացի։ Հավատքը նոր կտակարանյան կյանքում, ուրեմն նոր կտակարանի մեջ հավատքը դառնում է ոչ միայն վստահություն Աստծո հանդեպ, այլ նաև կենդանի հարաբերություն հիմնված Քրիստոսի
փրկagorցության վրա։ Այն այլևս միայն օրենքի պահպանում չէ, այլ սրտի վերափոխում եւ շնորհքով ապրելու նոր կյանք։ Ամեն։ Հավատքը Քրիստոսի մեջ նոր կտականը մեզ համար բացահայտում է, որ մարդը արդարացվում է հավատքով։ Միայն հավատքով, ոչ թե գործերով, ովքեր են ինձ հետ համաձայն։ Հավատքը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի անձի վրա, նրա խաչի մահվան եւ հարության միջոցով։ Հռոմեացիների 1:17-ում ասվում է, որ արդարը հավատքով պիտի ապրի։ Պետրոսի կյանքը շատ ենք նայում, բայց հետաքրքիր է նորից որպես էլի տենց Աբրահամի նման, որ ինքը քայլում է ջրի վրայով, ինքը նայում է Քրիստոսին։ Երբ որ ինքը նայում է ջրին, ինքը խորտակվում է։ Նոր կտակարանյան կյանքը Քրիստոսի հետ մեզ սովորեցնում է սա. նայես Քրիստոսին կհաղթես, ուրիշտեղ չես կարող նայել։ Ամեն իրավիճակի մեջ, ամեն խնդիրի ժամանակ Քրիստոսին նայելով դու հաղթական դուրս կգաս այդտեղից։ Եթե քո հայացքը կենտրոնացրեցի դու քո խնդիրների վրա, նշանակում է դու հավատքի հետ խնդիր ունես, նշանակում է դու դեռ չգիտես, որ Քրիստոսով է քո հաղթությունը։ Դու ինչ ես անում, դու նայում ես մարդկանց, բայց նայում ենք, ամեն, մենք նայում ենք այսինչը բա ոնց արեց, այնինչը գնաց, այնինչը հաղթեց դուրս եկավ։ Տեսեք, սրանք նորից Քրիստոսին նայելը չի։ Այո, Աստվածաշունչն ասում է դուք օրինակներ եղեք մարդկանց առաջին։ Մենք պիտի լավ օրինակ լինենք, մենք պետքա բարի համբավ ունենանք, բայց այստեղ նոր կտակարանում մենք ինչի հետ ենք հանդիպում, որ մեր կենտրոնացումը միայն Հիսուս Քրիստոսն է։ Մենք պետք է նայենք այո նրա մահվան, խաչին, մահվան եւ հարությանը, որով նա կատարեց եւ այսօր ես եւ դու կյանք ունենք եւ ավելին։ Պողոս առաքյալը ինչ սովորացնում է, որ ուրեմն Գաղատացիների 2:20-ում, որ հավատքը պարզապես խոստովանություն չի, այլ նոր կյանք Սուրբ Հոգով։ Համարն ասում է ես այլևս չեմ ապրի, այլ Քրիստոսն է ինձ հետ ապրում։ Տեսեք, կենտրոնացնում է լրիվ Սուրբ Հոգու վրա։ Ես չկամ, կա Սուրբ Հոգին, որի մեջ բնակվում է։ Սա Պողոս առաքյալի մոտեցումն էր։ Այսինքն ինքը իր անձը վերջնական դնում է։ Նա իր անձը ուրանում է, որովհետև իր կյանքի ընթացքում, քայլերի ընթացքում, իր այդ հավատքի կյանքում նա հայտնաբերեց եւ հասկացավ Քրիստոսին նայել եւ հետեւել, այսինքն ամեն ինչ ունենալ եւ հաղթական լինել յուրաքանչյուր կյանքի մեջ։ Հավատքը դառնում է մեզ համար այս դեպքում, երբ որ ուսումնասիրում ենք եւ ընդունում ենք, որ ես չկամ, այլ կա Սուրբ Հոգին, դա մեզ համար դառնում է առօրյա քայլելու մի պայման։ Մենք էլ չենք մոտենում իրավիճակին որպես մարդ, այլ մենք մոտենում ենք այդ ամենին Քրիստոսով։ Մենք կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա, լինում ենք վստահություն ենք ունենում նրա հանդեպ եւ ունենում ենք հնազանդություն ու սեր, որպեսզի ինչ անենք հաղթական լինենք ամեն իրավիճակի մեջ։ Եվ նոր կտակարանյան հավատքի այդ առանձնահատկություններից է, որ այն հիմնված է շնորհքի վրա։ Ամեն, որովհետև եթե մենք ստիպենք մեզ, որ վստահենք, չգիտեմ, կամ հավատանք, որ այդ բանը կատարվի, որպես մարդ մենք իրականում վիճակի չենք այդ ամենը անելու, ամեն, որովհետև երբ որ փորձություն է, երբ որ խոստումք ուշանում է, երբ որ մենք թույլ ենք, երբ որ տկար ենք, երբ որ մենք չենք ուզում, երբ որ մենք հասկանում ենք, որ մենք փակուղու առաջ ենք կանգնած, փակուղու առաջ կանգնած էր, հիշում եք Մովսեսը ժողովրդի հետ եւ ինչ էր կատարվում, դիմացից կարմիր ծովն էր, հետևից եգիպտացիներն էին գալիս, իրանք լրիվ փակուղու առաջ ու հենց այդ պահին ինչ էր ասում նայեն երկրպագության ժամանակ ասում էր, որ պատերազմում Աստված ձեր փոխարեն, ինչ ասես Մովսեսը քաջալելու համար, ասես մի վախեցեք, Տերը պատերազմելու է մեր փոխարեն, մի վախեցեք, ինքը մեզ փրկելու է, այսինքն այստեղ նորից հավատք, Եսայա 40-ում ասում է մի վախեցիր, ես քեզ հետ եմ, ամեն, Տերը մեզ հետ է, մեզանից պահանջում է չվախենալ, որպեսզի հաղթել, չվախենալ առաջ գնալու համար, որպեսզի վերցնես այն ինչ որ քեզ համար հիմնված է, բայց այս ամենը նոր կտակարանում ասում է հիմնված է ավելի շատ շնորհքի վրա, ամեն, այսինքն մարդուց ավելի շատ բան չի էլ պահանջվում, ընդամենը վստահել Քրիստոսին եւ հավատալ, որ իրականում մենք նրա շնորհքով ամեն բան արած ենք, որտեղ ոնց որ կարդացինք Պողոսներ, առաքյալներ ինչ էր ասում էր քո իմ շնորհքը բավարար է քեզ։ Ամեն, Աստծո շնորհքը բավարար է ինձ եւ քեզ, որ մենք մեր կյանքում ունենանք հաղթություն բոլոր իրավիճակների վրա։
ուրեմն այն ամեն բան կատարվում է նաև սիրով։ Հիշում եք հինգշաբթի մեր հովիվը սիրո մասին գեղեցիկ պատգամ տվեց։ Հիմնված է շնորհքի վրա, սիրո վրա։ Ուրեմն այն բերում է մեր ներսում վերափոխում։ Երբ որ Տիրոջ շնորհքով եւ սիրով առաջնորդվում ես, քո ներսում վերափոխում է գալի եւ քո մոտեցումը փոխվում է քո կյանքի խնդիրների եւ իրավիճակների վրա։ Դու հասկանում եւ գիտակցում ես որտեղ ես եւ ինչպես պետք է հաղթահարես։ Եվ ինչ ես անում, առաջնորդվում ես Սուրբ Հոգով, որովհետեւ երբ որ սկսում ես բախվել քո խնդիրի հետ, դու հասկանում ես առանց Սուրբ Հոգու դու այդ հարցը չես լուծի։ Այսինքն ես եւ դու Պողոսի նման պիտի ինչ անենք, ասենք ոչ թե ես, այլ դու իմ Աստված, այլ քո հոգին, որ բնակվում է մեր մեջ։ Եվ ինչ ենք անում, եւ այս ամենը արտահայտվում է գործերով, որովհետեւ եթե մենք գործով սա ցույց չտանք, դուրս կգա, որ մենք ուղակի ծնծղա ենք, չէ՞, ինչպես խոսքն է ասում։ Իսկ գործով ինչպես ենք ցույց տալի մեր կյանքի ապրելաձևը, մեր կյանքը պիտի ապացույց դառնա բոլորի համար, որ մենք ապրում ենք հավատքի կյանքը։ Ամեն։ Ու կան այստեղ մարդիկ, ովքեր կանգնելով փակուղիների առաջ տեսել են, որ ուղակի հավատքով եւ Աստծո շնորհքով են դուրս եկել այդ բներից։ Այսինքն փակուղիներ, որ բացվել են մեր առջև, ամեն։ Այսօր նաեւ այն օրն է, որ Աստված քո առաջից պիտի տանի այն սարերը, որոնք կանգնել էին եւ խանգարում էին քեզ։ Այն սարը, որը միշտ հակառակվել է քեզ։ Այն սարը, որ ամուր քո առջև կանգնած է եղել, որ դու աղոթել ես բոլորի սարերը քանդվել են, բայց այդ սարը կարծես չի գնացել։ Գիտես ինչի, որովհետև քո հավատքը, քո շարժվող հավատքը հերիքել է, այսպես ասեմ, բավարարել է ընդհանրապես դիմացինի կյանքի համար, բայց դա չի անդրադարձել քո կյանքի համար։ Այսինքն քո հավատքը չի ասել մանանեխի հատիկին, որ դու կարողանաս այդ սարին ասես շարժվի եւ գնա։ Սար ինչ սար, հիվանդության սար, ցավի սար, չհասկանալու սար, ֆինանսական իրավիճակների սար, պարտքերի սար, վարկերի սար, չգիտեմ ինչ սարա կանգնած քո առջև, որ ինքը անդադար քեզ ասում է ես չեմ շարժվելու ու չեմ շարժվում, ասում է եւ անում է, բայց հիմա ինչ է կատարվում, ես եւ դու Հիսուս Քրիստոսի զորավոր եւ փառավոր անունով այսօր սարին պիտի ասենք գնա իմ առջևից, ամեն։ Պոկվի եւ գնա տնկվի, այսինքն դուրս գնա իմ ճանապարհից, գնա իմ ընտանիքից, դուրս արի իմ կյանքից, բաց թող ինձ ամեն, միտքս, շունչս, մարմինս, չգիտեմ, հոգիս, ամեն բան ազատ արա ու գնա։ Եվ այս ամենը մենք ասելու են եւ անելու են Հիսուս Քրիստոսի զորավոր ու փառավոր անունով, որովհետեւ նրա անունով է, որ մենք ունենք հաղթություն, եւ նրա շնորհքն է, որ տարածված է մեր կյանքի մեջ, որով էլ պիտի մենք ունենանք այսօր ազատագրություն։ Ամեն։ Նոր կտակարանյան կյանքում հավատքը դառնում է ապրելակերպ։ Ամեն։ Մենք սկսում ենք ապրել հավատքով։ Եթե չկա հավատք, մենք չենք էլ կարողանա մեր առօրյան հաղթահարել։ Մենք հասկանում ենք Հավատք եբրայեցիների մեջ ասում է չերևացած բաների ապացույցն է։ Այո, այն ինչը որ չես տեսնում, այսօր կարող ես հռչակել եւ դա տեսնել վաղը։ Ամեն։ Եթե այսօր օրինակ քո երեխեն 10 տարեկան է, դու նրա վրա խոսում ես, որ նա պիտի լինի իր ժամանակին այսինչ հաջողված աստվածավախ անձնավորությունը, քեզ պետք է սպասում այդ հավատքի հռչակումը տեսնելու համար։ Դու ինչ պետք է անես, խոսես եւ կանգնես դրա հետևում, որպեսզի դա կատարվի, ամեն, սա արդեն քո հավատքն է, դու խոսեցիր էլ պիտի տեսնես այդ, այսինքն եթե դու ասես ու չտեսնես 10 րոպե հետո, դա դեռ չի նշանակում, որ քո հավատքը չի աշխատում, ամեն, քո հավատքը խոսում է ապագայի համար, այսօր ցանկ արա, այսօր խոսիր քո ապագայի, քո երեխայի, քո ընտանիքի, ինչի՞ չէ, քո կյանքի համար, քեզ վերաբերող, քեզ հետաքրքրող, քեզ անհանգստացնող հարցերի համար, խոսիր եւ դրանց արդյունքը պիտի տեսնես եւ պատմես եւ բոլորս էլ պիտի ուրախանանք եւ մեր Աստված փառավորվի դրանում, ամեն։ Եվ այո, միայն հավատալը չի, որ պիտի այդ ամենը մեզ այդ հարցերի միջով մեզ ազատի, այլ մենք պիտի քայլենք Քրիստոսի հետ, որ մենք տեսնենք այն փառքը, ինչը որ նախասահմանված է, ամեն։ Ուրեմն հավատք նշանակում է ինչ հասկացանք, վստահություն դեպի Աստված, ամեն։ Քրիստոսի մեջ ես եւ դու նոր կյանք ունենք եւ այդ
նոր կյանքը վստահությամբ մենք հանձնած Տիրոջը պիտի սկսենք այսօրվանից ավելի զորավոր կերպով, ամեն։